Իրականում շահարկման հարց չկա, երբեք էլ 44 օրյա պատերազմը շահարկման նյութ չի, ինքը քննարկման ուսումնասիրության եւ շահածավալուն ուսումնասիրության նյութ է։ Շահարկումը իրականում իշխանության կողմից էր, սիրելի հայրենակիցներ, տարիներ առաջ ազգային ժողովի ձևավորման հենց առաջին օրերից հայտարարում էր քաղաքական մեծամասնությունը, որ հիմա քննիչ հանձնաժողով ենք ձևավորելու, տեսեք ինչեր ենք բացահայտելու։ Երկար տևական ժամանակ այդ քննիչ հանձնաժողովը աշխատել է, որը ձևավորվել է Պաշտպանության եւ Անվտանգության մշտական հանձնաժողովի հիմքի վրա։ Ընդդիմությունը ուներ վերապահումներ, որ դա հանրային վստահություն չունեցող քննիչ հանձնաժողով է լինելու, բազմաթիվ հարցեր, հարցականներ մտանալու են օդում կախված, բայց այնուամենայնիվ, ըստ կանոնակարգի ազգային ժողովում ձևավորել է քննիչ հանձնաժողով, որը նորից եմ ասում, ոչ թե հրապարակային, այլ առնվազն գաղտնի ձևաչափով այն պատգամավորները, որ ունեն թույլտվություն, քննիչ հանձնաժողովի նախագահը պետք է պաշտոնապես ներկայացներ այդ զեկույցը։ Բայց իրավական տարբեր հիմնավորումներով այդպես էլ ազգային ժողովին չի ներկայացվել քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ես անձնապես շատ ուրախ կլինեի, որ այդ ներկայացվեր առնվազն այն մասը, թեև ասում եմ բազմաթիվ հարցականներ, հարցեր կան այդ զեկույցի հետ կապված, բայց պետք է արձանագրել, որ այս խորհրդարանը ավարտելով իր աշխատանքը, այդպես էլ այդ խորհրդարանին չներկայացվեց 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույց, եւ եթե պարոն Սիմոնյանն ասում է մի օր չէ, երկու օր չէ, բազմաթիվ օրեր ենք ծանոթացել, ով պետք է ծանոթացել է առնվազն մեր խմբակցությունից, նաև գիտեմ պատիվ ունեմ ինձ, բայց այդ թղթածրարը, որ կարդացել ենք, հիմա դա ինչ է, զեկույց է համարվում այն, ինչ որ ներկայացվում է ազգային ժողովին, ազգային ժողով նման փաստաթուղթ չի ներկայացվել, այսքանը։